Լավ որ եկար Յուրի։ Ինչա պատահել այր։ Ինչ որ պատահել է դու էլ ես էլ շատ լավ գիտենք։ Ուրիշ ինչ էիր ուզում որ պատահած լիներ։ Մի ժամից ավել դուրս եմ եկել բակ։ Քայլում եմ մտածում մի լուծում գտնեմ, որտեսզի Սպարտակը իմանա ճշմարտությունը եւ տանոյի մասին։ Ու հանգիստ ընդունի։ Այ պապա ջան, դու շատ լավ գիտես, որ դա չլինող բան է։ Ես ու դու ռոմանտիկներ կլինենք, եթե մտածենք, որ Սպարտակը իմանա ճշմարտությունը, ինձ քեզ տանոյին օտերով չհանի։ Լավ, իսկ միջև երբ պետք է այսպես ապրենք։ Չես զգում, որ ճշմարտությունը գրեթե բացահայտված է։ Սպարտակի իմանալու օրերի հարց է։ Նա շատ հեշտ կարող է գլխի ընկնել։ Ես փնտրում եմ տարբերակ, քանի որ ճշմարտությունը թաքցնելու հույս այլևս չկա։ Զավինը մահացավ։ Տարօրինակ լրագրողի անձը բացահայտվեց։ Վերակենդանացած Անժելնա։ Տանոն իմացավ, որ իր մայրն է։ Հիմա մեզ ցունամի է սպասվում։ Յուրի, դու գնացիր Անժելի հոր օքեանստին։ Չէ, պապա ջան, չկարողացա։ Համել ես գիտեի, որ գնայի այնտեղ հանդիպելու եմ Տանոյին ու Անժելին։ Մի խոսքով լավ չէի զգում չկարողացա գնալ։ Միթե լուծում չկա այս անիծյալ խնդրին։ Դեռ քանի զոհա լինելու, ինչքան հարվածը հասցվելու։ Ինչպես կարող է մարդ փոխվել։ Այսքան տարի կյանքիս կեսն է եղել Անժելը, ու ես չեմ իմացել ով է նա։ Միթե ժամանակն ու տարիները կարող են մարդու էությունն այդ տեսակ փոխել, դարձնել անճանաչելի։ Ժամանակը չի նրան փոխել, Յուրի, այլ կյանքը իր հարվածներով։ Մարդուն միայն կյանքը կարող է փոխել։ Համոզված եղիր դրանում։ Իսկ նման կյանք ունեցողը չէր կարող նույնը մնալ։ Այսքան տարի նրա համար մենակ մի բան է եղել՝ վրեժ։ Եվ նրան ժամանակի ընթացքում լցրել ատելությամբ ու չարությամբ եւ բալայաններին վերացնելու վրեժ լուծելու մոլուցքով։ Եվ նա գտել է այդ վրեժը իրականացնելու ճանապարհը։ Սպարտակը տունն է, պապա։ Ինչ ասացիր։ Ասում եմ Սպարտակը տանն է։ Չէ, կանայք են միայն։ Մեզ համար ինչ-որ տեսակ բաներ են պատրաստում։ Չիմանալով, որ մենք երկուսս էլ ուտելու ոչ մի ցանկություն չունենք։ Առաջի կենացը Զավենի հոգու հանգստության համար ենք խմելու։ Լեզուս չի էլ պատատվում ասեմ ողորմի։ Զավենը միշտ վառ կմնա մեր հիշողություններում։ Զավեն պապու համար։ Ես դեռ չեմ ավարտել։ Ներողություն։ Այդ մարդը հոգնել էր ես կյանքից ու վատ երեխու պատճառով այդ մարդու կյանքի հունը լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց։ Բայց էլի Աստված բարի գտնվեց իր հանդեպ ու տանոյի պես թոր տվեց։ Վիտուս մի հատ դրա գլխին մի բանով խփիտոցենը կդր։ Քավոր լավ է։ Չափից դուրս լավ ճոխ կենացա։ Զավենի նման պարզով մաքուր մարդու համար։ Ազնիվ, համեստ ու մաքուր մարդու համար պիտի ճոխությամբ արտահայտվես, պիտի ոչ մի բառ չխնայես։ Զավեն ջան, գնացիր, հոգիդ ազատեցիր թե մեզնից, թե այս երկրից, Աստված թող հոգիդ լուսավորի ու տանո ջան, բալես քեզ էլ ուժ, որ դիմանաս ապագա արհավիրքներին։ Ինչ արհավիրք է, հերիքա բոլը արդեն էլ չեմ ուզում։ Քավորը գիտի ինչ ասում։
Անուշ լինի։ Տանոն շատ է խմում, էլ մի թողեք։ Բայց բաբի դու հասկանում ես, որ ես հիմա իրան մի բան ասեմ, կատաղած կելիս տեսախ շուր կտա։ Հիմա լարված վիճակ է ամպերի։ Հեչ կասեիր, որ ինձ ու տանոյի նույն օծն է լույս աշխարհ բերել։ Իմ կարծիքով դու չես ուզում դրա մասին խոսես, ու ընդհանրապես պետք էլ չի։ Մոռացի դրա մասին։ Բալես, սենց երկար է մի հատ են մի կյանք ենք մենք ապրում անցնում ու ես լավ չեմ կարողանում կլկլացնել, բայց այդ երկը տենց է։ Արի, աստանց հոգի լուսավորի, Հորում հեռանում, հովեցին մեծանում։ Բոլա դեպիլա ցածրեկի։ Nôi. Արա ինչ ես անում, խելոք մնա։ Ուզում եմ ձեր տամ։ Չէ։ Ինչի՞։ Կարամ ես գրկեմ։ Համել չեմ վախենում ու չեմ զզվում։ Հա, քեզ որ մնաս տեղի սաղ կենդանիներին կկպնես ու կգրկես։ Ինչի՞։ Դու չես գրկի։ Ասա վախենում ես միշ։ Չվախենաս, ես քո հետ եմ։ Բա Մաքսինում գիր կտամ։ Մաքսը։ Էնա Մաքսելա ուրախացած ինքներ ա ուզում ձեր տա։ Երեխուն մի գցի քո ջրերը։ Իր այդ գործ չունես, ինքը փոքր է։ Միշ, Հե, մեզ կնկարես։ ինչի համար։ Համ էլ որ բաբին այդ նկարները տեսել է, չէ՞, համ քո սևն ա տալու, համին։ Բաբին չի տեսնի։ Կտանեմ դպրոցի ընկերներին կցույց տամ։ Մաքսո ջան, հələ սպասի տեն համար այս ինչ ա ուզում ինձանից։ Տնած ես ինչ էի մտածում, որ քեզ ստեղ էի բերում։ Կարասին ստե թողնես, դու ու Մաքսը գնաք։ Մեղ կա։ Ով ես։ Չէ, այս կենդանիները ստեղի։ Կարող է ես հետ գամ ու տենամ, որ դու սաղի հարցերը արդեն լուծել ես։ Խելոք մնա միշ, մի բզբզա։ Դաբո սպասի։ Դապ չեղավ, խելոք չես մնում։ Արի միմի, արի։ Արա կայնի իդը։ Միշելի կբերես ջամբը, խոստացի։ Եթե խելոք մնաս ու հիմա գազ գնանք լվացվենք հաց ուտենք, մարդ ես, կարող է էլի բերեմ։ Որտե հաց ուտենք։ Ստեղ դավ։ Ստեղ ռեստորան էլ կա, այ տղա։ Շատ սոված եմ։ Դե արի։ Զգուշ։ Դու որտեղ ես, ես քեզ չեմ տեսնում։ Բարև, եղբայրս, բարև։
ողջույն։ Քո այդ սառը ողջույններով ասես թշնամից լինես, գիտես։ Քեզ չես գոհացնի, Ագնես։ Դե, նստիր։ Այդ ինչպես եղավ, որ հանկարծ որոշեցիր վերադառնալ։ Ուրեմն իմացիր։ Արտասովոր ոչինչ չպատահեց, որ ստիպերից վերադառնալ։ Գիտես, ճիշտ է, ես քո նման կիրթ չեմ խոսում, բայց քեզպես խելոք եմ ու ունակ եմ մտածելու։ Եթե դու այդ ունակությունը ունենայիր, ապա հարաբերություններ չէիր ունենա կարպիչի նման խոզի հետ։ Դու էլ այնպես ոչինչ կարպիչի հետ եղբայրական հարաբերությունների մեջ ես։ Հա, իդեպ։ Ոչ ոք չգիտի, չէ՞ Գալստյանս մասին։ Ոչ։ Ապրես, շնորհակալ եմ։ Իսկ որդուդ ու մոտ ես թողել։ Որդիս ոտքի է կանգնել, ինքնուրույն մարդ է դարձել և վայելում է կյանքը։ Հետևաբար ես վերադարձել եմ հանգիստ խղճով և երկար ժամանակով։ Տերը ինձ օգնեց այդ հարցում։ Հա, մի բան էլ։ Մեկ էլ կասես ինչի համար ես վերադարձել։ Դու արդեն ինձ նյարդայնացնում ես, Ագնես։ Ես աշկիս իմացել եք, հա, ով ամերես ես տխուր տրտում նստել եք։ Երեխայդ ու կնոջդ հետ ավելի հաճելի ժամանակ կարող ես անցկացնել, Սպարտակ։ Պապի ջան, նես ջոգում ես ուրեմ խփում, շտապում ես ցրես, հա։ Բա Արթուրի աղջիկն ուրա։ Ռենայի օգնությամբ տասերն է պատրաստում։ Ավելի շեմ ջոգում, չեք ուզում իմանաք, ով էր մերը, ում հոգի հանգստին էի գնացել, ում եմ այնտեղ հանդիպել։ Սպարտակ, երբ դու քեզ լակոտի պես ես պահում, ինձ նյարդայնացնում ես։ Ինձ էլ, գիտես ինչ է ներվայնացրես, պապա ջան, որ ես են քո են սիրուհի Անժելի հոր հոգի հանգստին, են քո լրագրողին հանդիպեցի։ Ինչ էր գնացել ընդեղ։ Ոնց պապա ջան, բա բալայաններից մարդ չգնան ընդե, են կարպիչը սաղ տնով տեղով գնացել էր, բա մեզնից մարդ չլներ, հարգեինք այդ մարդուն, բանանենք, մի բուր հող լծեինք վրեն։ Լավ գնացել ինչ ես արել։ Աղմուկ ես բարձրացրել, կռիվ սարքել, հա։ Պապի, ոնց ես կարծիքդ փչացրել իմ մասին։ Չէ՞ այդ տանսասներից մեջ ճշմարտություն կա ցավոտ տանում։ Անացա որ այդ տանոյին տենայի կարող է կռիվ սարքեի, բայց բանը դրան չհասավ։ Իմ համար ընդ ավելի հետաքրքիր ֆռուկտ էի ճարը, այն լրագրողը։ Այն ջոգելով պապայի սիրուհին է, գիտես, չէ՞։ Դրա համար հերթ տանտանինոյին չհասավ, թե չէ՞ մի հատ հիմա ասել էի, հա։ Լավ գնում եմ, մի նայեք դու։ Դու հասկանում ես, եթե այդ Անժելը լրիվ ճշմարտությունն ասած լիներ Սպարտակին։ Իսկ ես քեզ ինչ էի ասում, որ Սպարտակի ճշմարտությունը պահելու հնարավորություն էլ չկա։ Ինչքան հանգիստ է, ինչքան խաղաղ է Աստծո տանը գիշերով։
Եկել եմ։ Պապաստու հետ կեսօրին հաշտվեցի։ Հիմա էլ եկել եմ, որ քեզ հետ հաշտվեմ։ Եթե հաշտության ձեռք չմեկնես, կհասկանամ։ Դե ես գնամ բարի գիշեր։ Հոп, այ բալա, ինչ նշանակում ես գնամ բարի գիշեր։ Կարող է դու գնում ես, մենք մնում ենք այստեղ։ Բոլորս միասին ենք գնում։ Կա որ ես ուզում եմ մենակ գնամ։ Ախպեր ջան, քո վրա հալ կա, որ մի հատ էլ ուզում ես մենակ գնաս։ Կամ էլ ուր ես գնում։ Հիմա տեսեք ինչ ենք անում։ Ուրեմն սենց, Կորյունս խմած չի, հարսիս կնոջս ինձ տանում է մեր տուն, մեր ավտոյով, ֆրիքս էլ խմած չի։ Իրա գազան ավտոն խոդի է տալի, ձեզ լցնում է մեջը ու ձեզ տանում է տներով։ Սենց։ Ես չեմ ուզում տուն գնամ։ Տանո ջան, տղա ջան, բայց ես ուշ ժամին ուր ես գնում, այ բալա ջան։ Այն էլ սենց խմած։ Թե ուզում ես գլխիդ փորձանք բերես, դրանով մարդամեկի մեջ խղճի խայթ հաստատ չես առաջացնի։ Ես լագոտ չեմ։ Հեյք այն ձերեխո տեղ դնեք։ Ես գիտակցում եմ ես ինչ եմ անում։ Լավ, առանց ուզվելու բալես։ Մաղկացած, ես ինչի թողեցիր ես երեխան այսքան խմի։ Դու էլ առանձնապես մի հուզվի, չգիտես ասում են խմած մարդու յալացն է գալիս։ Հասկացա, ջան մի շարունակի էլ արդեն։ Շնորհակալ եմ։ Դուք ինչպես միշտ բարի եք։ Իսկ հիմա կարող եք գնալ հանգիստ տուն ու խաղաղքուն մտնել։ Ես քեզ հետ կգամ ախպերես։ Հաստատ միասին գնացեք։ Շատ դերակարիքը չկա։ Ինձ ախրանապետ չի։ Ես մենակ եմ ուզում գնամ։ Այդքան է էլի հասկացողությունը տանո ջան։ Ասում եմ որպես ախպերներ, գանք կողքիդ լինենք։ Ձեր ցավը տանեմ։ Ձեր կյանքին մեռնեմ։ Ինձ հիմա մենակա պետք լինել, խնդրում եմ, հասկացեք ինձ։ Ես մենակով եմ ուզում լինեմ։ Ախպեր ինչ եք սաղդ վրա տվել, մենակ ա ուզում գնալ, թող գնա։ Հասա ուր ես գնում։ Պապոստուն եմ ուզում գնամ։ Ուզում եմ այնտեղ մենակ մնամ։ Կներեք ինձ, ախպերներ ջան։ Հա, ախպերս, այդ լավ է, որ ուզում ես տուն գնաս, ես էլ քո հետ կգամ։ Քո հետ կգամ որնա, կնստացնեմ տաքսի, ճանապարհեմ տուն, որ մենք էլ հանգիստ գնանք հասնենք մեր տներ, արի։ Մերսի բոլորիդ։ Ես ձեր ցավը տանեմ։ Քանի սաղ եմ, ես միշտ ձեզ պարտքեմ։ Միշտ դա հիշեք։ Լավ, հիմա տեսեք ինչ ենք անում։ Կորյուն, դու էլ ընտանիքս վերցնում ես ուղիղ տուն, ես էլ մի քիչ քայլել եմ ուզում։ Տանոյից պրծանք հիմա էլ դու այդ տղա։ Աղջի ջան, ես ոչ խմած եմ, ոչ պապ եմ կորցրել, ոչ էլ մեր եմ գտել, հանգիստ տեղի։ Դե ուրեմն ես քեզ կընկերակցեմ։ Ես էլ շատ ուրախ կլինեմ։ Գնացինք։ Ջան, ցավը տանեմ։ Հիշի որ հանգարց պրոբլեմ ունենաս կամ մեզնից ինչ որ մեկի կարիք ունենաս զանգի։ Կամ մենք էլ որ օրվա համար ենք։ Արի։ Կներեք տղերք։ Ոնց է Նաթան իրան զսպել, Սպարտակին ծնկի չի բերել, ասելով ով տանուն։ Լավ է, ես էլ չգնացի, թե չէ Սպարտակին պետք է բախվի ու դա կլիներ աշխարհի վերջը։ Ալո։ Ալո։ Արթուր, ասա լսում եմ։ Ես վերադառնում եմ Հայաստան։ Արթուր, ես քեզ չասեցի, որ կգաս Ֆիլիպից հետո։
Ֆիլիպը վերադարձել է ու արդեն պետք է որ հասած լինի Երևան։ Չհասկացա։ Ֆիլիպը եկել է։ Կրքերը թեժանում են։ Հենց որ ես տեղել անելու բան չունեմ, հետ եմ գալիս։ Վերադարձիր։ Ինձ քո ինֆորմացիան է պետք։ Բայց մինչև քեզ հետ խոսելը ես Ֆիլիպին պետք է տեսնեմ։ Մրսում ես, Վարդուշ։ Նույնիսկ հաճելի է։ Ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ քո հետ սենց հավեսով սիրուն քայլել։ Ասեմ երբ։ Երբ։ Այն ժամանակ, որ ես աղքատ տղա էի, ավտո չունեի, սիրահարվել էի ու աթարի պես կպել էի ձեր տան պատերին։ Լսի ջանում, ասում երանի է տարիները, հա, 1000 երանի, այդ տղա ոնց անցան, ոնց թռան տարիները։ Հա, ես էլ եմ տենց երանիով հիշում, հայ գիդի, մազեր ունեի գլխիս, ստեղ էլ խալ ունեի, հիմա չկա, քաշվել է, չեմ անում, արմիս որ մասի վրա է, ես ով ազանգում արա է։ Դե մի պատասխանի էլ իմ աննպատակի մեկը կլինի։ Չէ, որ չպատասխանեմ չեմ կարող, Վարդուշյան, անհանգիստ կլինեմ, էլ սպաս։ Ալո։ Բարի երեկո, Կարպիչ։ Յա, բարի լույս, Ֆիլիպ, ձեր մոտ հիմա առավոտ, չի։ Գիշերը, Կարպիչ։ Գիշեր։ Ոնց թե գիշեր, այման, ձեր մոտ առավոտ, չի։ Չեմ հասկանում ես, երկիրը փլվել է, բնությունը ամեն ինչ հակառակա սկսել անել, տենց ոնց է լինում։ Դե ասի մի պատասխանի էլի, ես ուժամին կորածը տնգերեն չի ա հիշել։ Վայ, Ֆիլիպ, չունենամ քեզ, արատենում ես դու ինձ ինչ օրն ես գցել, որ կնիկս ինձ ասում է, Ֆիլիպը քեզ ինչի է հիշել այդ կորած ընկերդ։ Քո մասին է խոսքը բնականաբար։ Ոչ միայն հիշել, այլև վերադարձել եմ։ Այո, Կարպիչ, վերադարձել եմ, որ վերականգնենք մեր ընդհատված ընկերությունը։ Հայաստանում եմ, Կարպիչ, Երևանում, և ցանկանում եմ քեզ տեսնել։ Ինչի համար ես այստեղ։ Ես էլ դու էլ հորս համար ենք այստեղ։ Սպասեիր այդ մարդուն թաղենք հետո մի անգամից կգայր գերեզմաններ։ Ես կեսօրին էլ եմ այստեղ եղել։ Ուղղակի չուզեցա մոտենայի, որպեսզի բոլորի ներկայությամբ քո արհամարանքին չարժանանայի։ Դա քեզ համար շատ կլիներ։ Դու կգայիր, իսկ ես կհեռանայի, ուղղակի քեզ արհամարելով։ Տանը, ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Դու չպետք է ինձանից երես թեքես։ Իսկ դու ով ես ինձ համար, որ մի հատ էլ ես քեզնից երես թեքեմ։ Դու իմ համար չկաս։ Ոնց որ ես տարիներ շարունակ քեզ համար չեմ եղել։ Դու միշտ ինձ համար եղել ես։ Միշտ։ Հա։ Երևում է։ Դա առանց ասելու էլ տեսանելի է։ Ես չեմ եկել քո հետևից։ Գիտես ինչի։ Որովհետև հոգեբուժարանում եմ փակված եղել։ Ձայնդ։ Դու ինձ կոթակարտը չես գցի։ Ես քո համար բալայանը չեմ։ Բալայանին դու ինձանից շատ ես չէ տեղ տալիս։ Ու որ պահը գա, ինձանից շուտ կներես նրան։ Ուզում ես ճիշտը իմանալ, ճիշտը լսել։ Ուզում եմ, ասա։
Բալայանի պատճառաբանությունները ինձ համար ավելի դրամաբանական են։ Դու պիտի ատես Բալայանների ընտանիքը։ Դու պիտի ատես Յուրի Բալայանին։ Քո ուզածը, քո երազածը դա է, չէ՞։ Դու դերը համար ես վերադարձել, ոչ թե ինձ համար։ Նաև քեզ համար։ Դու ինձ քո խաղալիքը չես սարքի։ Դու ինձ Բալայանների դեմ չես կարող օգտագործես։ Այսինքն ինձ մենակ ես թողնում։ Իսկ ուրա քո թասիբը, քո տղամարդկությունը։ Ինչի պիտի Յուրի Բալայանի մյուս որդուն ամեն ինչ տարիս քեզ ոչինչ։ Ես թքած ունեմ թե Բալայանի, թե ինձ վրա։ Գնաս տեղից։ Դու հիմարի մեկն ես, որ փորձում ես քո ցավը խմիչքով սփոփել։ Իսկ Բալայանի լակոտ այսօր եկել էր այստեղ ու քեզ վրա ծիծաղում էր։ Դու սուտ ես ասում։ Դու ուզում ես գազանին իմ մեջ արթնացնես, բայց քո մոտ դա չի ստացվի։ Նա անարգում էր թե քեզ, թե ներսում պարկած պապուտ։ Ուզում էր իր ծրագրերի մասին պատմել, թե ոնց է ուզում քեզ արժանացնի պապուտ բախտին։ Իսկ ես այդ պահին ուզում էի ոչնչացնել նրան, խեղդել էի ուզում նրան։ Ուր ես գնում։ Սպասի տանո։ Բարի, երեխա բանա գնալու վախտալը չի խոսում։ Խոսա հանգեր։ Դե հիմա դու խոսի։ Ուր էիր ամբողջ օրը։ Եկար ուտելի կենքս։ Հա, մերդ խանդում ա, ջոգել ես։ Բացարձակ։ Ուր ես գեղում, ասա որ խանդում ես։ Ոչ։ Հա, այն է ոնց։ Դե բաց թող, համել նա երեխեն էլ ասում, մամայից բաց թող։ Չի կար երեխենը տես բան ասի, երեխենը իմ ոգով դաստիրակված տղա է, այնի գիտի, որ հորը պտի պաշտպանի, չէ աղբեր ես։ Դե թող։ Այ տեսար։ Էդ կապ չունի։ Վալուգումու տես կո գլխին ինչ եմ բերել։ Երեխենը ես չի պատկելա։ Այ որ ես սարել։ Ինչ արա։ Չեկար այսօր, արա։ Դու ոնց չեկարա, լավ էլ տեի։ Պրոստը ինչ-ինչ պատճառներով չմոտեցա քեզ, հասկացար արա։ Արայի աննասում, ես քեզ չասեցի, որ հետդ բան ունեմ խոսալու։ Արա որ բռնել եմ, Արա որ բռնել եմ, չասեմ թե քեզ ինչ եմ անելու։ Դե արի, սպասում եմ։ Ու այս անգամ ինչ-որ ինչ-ինչ պատճառներ չգտնես չգալու համար։ Արի, սպասում եմ։ Արա դու աչքից չես ջոգում քեզ ինչի մեջ ես գցում, արա։ Դու այսօր չես ջոգում որ քո մար շատ վատ օր անելու։ Սպահովա։ Հենկո մացի չես ջոգում, որ հորդ բոմբ ստանիքնա չհասկսար խոսալուցս։ Դու ոչ միտեղ չես գնա։ Հենկո մարի, քանի ներվայնությունս քո վրա չեմ տապել։ Խնդրում եմ։ Հանուն ինձ, հանուն երեխո ոչ միտեղ մի գնա։ Արի որ վերջապես իմանաս ով եմ ես, որ վերջապես ոչնչացնեմ ես քեզ։ Ես դա կանեմ առանց զենք, ես քեզ կոչնչացնեմ։ Բաբի ինչ կենդանի ասես, այնտեղ կար։ Լավ ջան, բաբին կենդանիների հետ սեր չունի։ Սխալվում ես։ Երեխան ոգևորված պատմում է ու քո կողմից ոչ մի արձագանք չկա։ Ինչա այդքան էլ հաճելի չի։ Այդ նրան ցա, որ ես ձեզ նման լավոր չեմ ունեցել այսօր։ Այդ դրա համար եմ այսքան անհավես ու անտարբեր։ Ջան։ Բաբի, միշը խոստացել է էլի ատանելու ջամբո։ Դու էլ մեր հետ կգաս։ Կգանալ մի հատ մեծ կրյակար, ես իրա վրային նստե։ Նես լավ էր։ Մյուս անգամ մեծ սիրով ես էլ կմիանամ ձեզ։ Ես կասկած չունեի, որ միշը քեզ համար ուրախ օր կապահով։ Բա մաման ու պապան ինչի քո հետ չեկան։ Դե քավորը քայլել ցանկացավ, մամատ էլ ընկերակցեց իրեն։ Դա չես ուզում քնես, վաղը դու դասի ես առավոտ։ Հիմա մենք կբարձրանանք վերև, դու կլվացվես, շորերդ կփոխես, ով գիտի դու այդ կենթանիների գլխին ինչ ես բերել, հիմա քո վրայից ինչ հոտ է գալիս։ Ի վրայից հոտ չկալիս, քաշի, ամեն շորերս փոխել եմ։
Միշ ջան, ուզում ես Մաքսին էլ տուր տանը պարկեցնեմ, մեղ կա հոգնած կլինի։ Քավորներ եկավ, իրան էլ պատմեմ, որ գնացել են կեթանիներին եք տեսել, ու գնան քնեմ։ Այդ սաղ պատմությունները հետաձգում ենք, դավայ, սաղը թելակ քնելու, դավայ։ Տավ։ Կարող եմ Մաքսին տանել պարկեցնել, թե ուզում եք, որ մնա ձեզ մոտ։ Դե մի հատ բաբուլային թատիկով արա, մոծոնց օթային պաչի կարա, որ գնամ քնեմ, հա, անուշս։ Դե ձեզ բարի գիշեր, ես վաղը կպատմեմ։ Բարի գիշեր, բալես։ Անուշ, երազներ։ Բարի գիշեր։ Մամ, ինչ ա եղել։ Պապայի վատ տրամադրությունը տանոյի պապու Մավանովա պայմանավորված։ Միշ ջան։ Լավ կանես դու էլ գնաս քնել, դավայ։ Բարթա ձեր հետ։ Գլուխ մի դիր ցավը տանեմ, գլուխ մի դիր։ Ես կարամ իմանամ, այդ ինչ կատարվեց քո հետ, որ Ֆիլիպի զանգից հետո դու սենց քեզ կորցրեցիր այն մարդ։ Մարդուշ, ես չեմ հասկանում այդ Ֆիլիպը ինչի համար ա եկել Հայաստան։ Այն մարդ իր երկիրն է, իր հայրենիքն է եկել ա։ Քեզնից պիտի թույլտվություն խնդրել, որ գար։ Մարդուշ, դու շատ բան չես հասկանում։ Вообще, ընտանիքով ես կյանքում շատ բան չեք հասկանում։ Գնա, դու էլ գնա քնելու, դավայ, գնա։ Տաքացա։ Չպետք է տանոյս ասեի աղբացած Բալայանի մասին։ Եկա, որ դու քեզ պետք է ոչ մի բան զգաս։ Երազես Բալայան ազգանունից ազատվելու մասին։ Ես քեզ կտեսնեմ ոտքերիս տակ։ Կոչնչացնեմ քեզ ընդամենը մի խոսքով։ Նման հարված, որ քեզ է սպասվում, ոչ մի զենքով հնարավոր չէր լինի հասցնել։ Բալայան Սպարտակ։ Կարպիչ։ Տեսնում եմ անդավաճան ես մնաց ես սկզբունքներիդ։ Հասկանում եմ զանգս քեզ խոճապի մեջ ագեցել և շտապում ես հետաքրքրությունդ բավարարել։ Բայց ասեմ, որ արդեն չի ստացվի։ Դու ստիպված ես անկուն գիշեր ունենալ։ Էլ առաջվա պես չի լինելու, որ դու զանգես, Ֆիլիպն էլ շնչակտուր պատասխանի։ Ժամանակն է, որ ես թելադրեմ իմ կանոնները, իսկ դու կարպիչ իրականացնես իմ պահանջները։ Եվ ոչ միայն դու, նաև Յուրին։ Եկար Ազիզ, արի նենց լավ գիրք եմ կարդում, ջանուլիկ։ Շատ հետաքրքիր ու խելոք մտքեր կան։ Ոնց որ քո համար գրված է լինի, գիտես, ջանուլ։ Սրտովս գնա է Վարդուշ։ Թե իսկական ինձ ասա դուր խելոք մտքեր նու։ Այդ տղա, ես երևում է դու իսկական շատ վատ ես, որ սենց անտարբեր ես։
Մարդուշ քո կարծիքով այդ Ֆիլիպն ինչի է եկել Հայաստան։ Այ մամուր ասեմ կասես պապայի գերեզմանից կկարեստանաշն ինչ եկել եք տունը թարսնես տալես, վայ։ Հե։ Ես սուրբ եմ Վարդուշ, ես մի բան որ զգում եմ այդպես էլ լինում է։ Էլ հաջորդ անգամ չասես ես սուրբ եմ։ Տղա, Աստված կջղայնանա։ Բայ։ Իսկ թե ինչ վերաբերում ես գալուն ինչ ես զգում, հա? Ֆիլիպն եկել է որ իմ դեմ դուրս գա։ Ինչի՞։ Դուք իրար հետ ված չեք եղել։ Դու չգիտես Ֆիլիպին Վարդուշ, Ֆիլիպի ձեռին ճարելի մարդ կուտի։ Հիմա ինչ ես ասում։ Եկել է որոշել է գա Հայաստան, որ առաջին էլ քեզ ուտի։ Կեղտոտ մտքերով է Ֆիլիպը եկել Վարդուշ, կեղտոտ մտքերով։ Իմ ինտուիցիան ինձ երբեք չի խաբել։ Իմ ամեն մի զանգից հետո Ֆիլիպը ինձ հետ էր զանգում, իսկ հիմա զանգում, բայց չի պատասխանում զանգերիս։ Որ մի հատ ժամին նայես, կհասկանաս թե ինչի չի պատասխանում քո զանգերին։ Չէ Վարդուշ կապ չունի։ Գիշեր թե ցերեկ քնած թե Արթուն Ֆիլիպը 24 ժամ հասանելի էր ինձ համար։ Իմ քոնն է ցատանում։ Ես որ վեց հաճակով կքնեմ։ Ծանր օրեր հոգնած եմ։ Համել քնեմ, որ առավոտյան գեղեցիկ ու թարմ տեսք ունենամ։ Հա, Վարդուշ, դու քնի։ Դու քնի, ես մի քիչ մտածելու բանում եմ։ Բայց ես պարկում այդ տղա։ Չէ։ Ֆիլիպին ճնշած եմ պահել միշտ, բայց մինչև վերջ ոտքս գազին չեմ դրել, չեմ սեղմել իմանալով, որ ինչ-որ չափով պոչս նրա ոտքի տակ է։ Յուրիկի մոր մահն ինձ ու դրան անբաժանելի կապերով է կապել։ Ինչ եկավ այստեղ։